Բարև ձեզ, սիրելի փոքրիկներ, բացի նրանից, որ ես հորինում եմ ձեզ համար բանաստեղծություններ, նաև կատարում եմ թարգմանություններ աշխարհի տարբեր երկրների մանկագիրների գործերից։ Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել անգլիագիր բանաստեղծ մանկագիր Էմիլ Վիկտոր Ռյու հեղինակից Ծովահենները Ֆունաֆուտի կղզում։ Աշխարհում շատ հրաշքներ կան ուշադրության արժանի, բայց Ֆունաֆուտին ճիշտն ասած ունի ուրիշ մի արժանիք։ Նման կղզի ծովերի մեջ դու չես գտնի ոչ մի անգամ, ուր բնությունը սիրալիր ու բարեկիրթ լինի այդքան։ Կապիկներն այնտեղ բարի են, չեն աղմկում, չեն ճվճվում, միայն մրգեր են հոտոտում, իրար պատվում ու հրճվում։ Ծառերն ամեն հանդիպողի խոնարհվում են հեզաբարով, միևնույն է, ինչ քամի է անցնում չքնաղ այդ աշխարհով։ Բայց ահա գեղեցիկ մի օր ափերի մոտ անդորավետ խարիսխ նետեց նավ նահավոր անձնակազմով իր չարաղետ։ Այնտեղ էր Ջիմ կաշալոտը, Ջեք սատանան ու ծերուկ հյուն, Դագաղ Սեմը, Բիլ Գոմեշը, ծովահենները առնախում։ Առաջինը հողը զգաց նավապետը, Ջեք սատանան, երբ Դագաղ Սեմն անփութորեն ջրերի մեջ հրեց նրան։ Սարսափեցին նավազները մոտալուտ հաշվի հարթարից, սակայն նավապետը խոսեց ժպիտով մի մեղմ ու բարի. Շատ կներեք, միստր Դագաղ, մեղքը իմն է անշուշտ, միջադեպը այս մոռանանք, ցամաք ելեք անշուշտ։ Ես ձեզ կօգնեմ, հարգարժան Ջիմ, տուր ձեռքդ խոհարար, զգուշացեք մեծարգոհյու, որ չթրջվեք հանկարծ։ Ծովահեններն էին լսում ու դողդողում ահով, համոզված նույնիսկ վագրի մոտ կզգային ապահով, բայց հենց որ ափ իջան թե չէ, նրանց էլ համակեց բարեհամբույր վարք ու բարքի ներքին մղումը մեծ։ Այստեղ ինձ մոտ Ջիմը ասաց, շապիկ ունեմ ես չոր, հագեք խնդրեմ, որ չմրսեք, պատիվ արեք այսօր։ Ճիշտ որ ասաց Ջեք սատանան, շնորհակալ եմ շատ, ինձ կներեք, գնամ փոխվեմ, ձեզ կլքեմ մի պահ։ Ծովափի զով ավազներին սեղան բացվեց մի ճոխ, ու վարվելակարգը ընտիր չաղարտվեց ոչնչով, հոսեց զրույց աշխարհիկ, ջրի պես անկաշկան, ոչ ոք պատառ չթրցրեց, բառ չթրցրեց մի վատ, ու երեկոն իջավ խաղաղ Սեմի թախծոտ երգով, նավապետն էր լսում նրան, աչքերը արցունքոտ։ Իմ մայրիկն էր երգում այդպես, այն օրերում անցած, ինչու, սիրելի Սեմ, ես ծովահեն դարձա։ Ընկերները նրան տարան ու անկողին դրին, իրենք էլ հետը լաց եղան, սրտի հաբեր տվին, արձակեցին ոտքը փայտե, սուրը հնամենի, պահեցին փափուկ բարձի տակ, խնդրեցին, որ քնի, աղոթքներ կարդացին շատ հին, հանվեցին խնամքով, առանց կոպիտ կատակների ու բարերի անթով, պառկեցին բաց երկնքի տակ ու քուն մտան մուշ-մուշ, սուզվելով լույս փերիների երգերի մեջ անուշ։ Ծով դուրս ելան լուսաբացին ու երբ հեռվում կորավ, երկիրը այդ զարմանալի հեքիաթային ու լավ, խոժոռվեցին նրանք կրկին ու կոնծեցին դարձյալ վարքագիծը քիչ առաջվա, ուղարկելով անցյալ։ Իսկ Ֆունաֆուտի այն կղզում, ափերին այն բարի, քամիներն էին սիրալիր փարվում թուփ ու ծառի, հավքերն էին երգում ուրախ, բույսերն անուշ բուրում, արևն էր իր ընտրած անչար աշխարհը գուրգուրում։ Բարև ձեզ, սիրելի մանուկներ, այսօր ես ձեզ համար անգլիացի մանկագիր Ռոբերտ Գրեյզի գործերից մեկը։ Հայելի։ Տղան գտավ մի հայելի, գտավ ինչ-որ մի հայելի, խոշոտ-մոշոտ մի հայելի, նայեց ճչաց մեկ է։ Այնտեղ ապրում է մի թզուկ,
գզգզված կեղտոտ մի թզուկ, անտանելի մի գեշ թզուկ, եւ ինձ մոտ է եկել։ Տղու հայրը մի հին նավազ, մեդալակիր մի հին նավազ, հայելին ձեռքն առավ վռած, գոռաց ինքը նույնպես։ Ուրա, նավապետն է սա իմ, ճիշտ որ նավապետն է սա իմ սիրելի նավապետն է, ինձ հյուր եկել կարծես։ Կինը այդ բանը հենց տեսավ, մարդու ձեռքին հենց որ տեսավ, խլեց իսկույն ինչ որ տեսավ, ճչաց սրտակոտոր։ Հաստատ էլ չես սիրում դու ինձ, ախ ուրիշին ես սիրում դու, այս անպետքին ես սիրում դու, որին տեսա հենց նոր։ Կին ջան, սա նավապետն է իմ, չես տեսնում, նավապետն է իմ, սիրելի նավապետն է իմ, մեդալն էլ տես ահա։ Սուտ ես ասում, կինն է ճչում, խաբեբա ես, կինն է ճչում, ինձ չես սիրում, կինն է ճչում, խոստացիր ով է նա։ Մոտից Տեր հայրն էր անցկենում, ջորուն նստած էր անցկենում, մտածելով էր անցկենում, պատճառն ինչ է տեսնես, տղան կանգնել լաց է լինում, դողդողում ու լաց է լինում, վախեցել է, լաց է լինում, անկեղծ ու սրտակեզ։ Տեր հայրն է մորտ գալիս սրանց, լուրության է կոչում սրանց, հարցնում է սիրով սրանց, ինչ աղմուկ է, ասեք։ Տղան ճչում է, թզուկ է, կեղտոտ գզգզված թզուկ է, անտանելի գեշ թզուկ է, մտել ապակու տակ։ Կինը լալիս է, չի սիրում, իմ մարդը ինձ էլ չի սիրում, ուրիշին է հիմա սիրում, մահը նրան տանի։ Նավազն էլ թե նավապետն է, Տեր հայր, սա իմ նավապետն է, իմ սիրելի նավապետն է, թող կինս շարժ չանի։ Տեր հայրը հայելուն նայեց, ուշադիր հայելուն նայեց, ոչինչ գլխի չընկավ։ Եվ նա ասաց, ես իրը այս, անհասկանալի իրը այս, կտանեմ ինձ հետ իրը այս, տաճարում պետք կգա։